Շնորհակալություն, սիրելի քաղաքացիներ, ուզում եմ ասել, որ այս համաձայնագիրը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը ներգրավում է 250 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային հարցերը ապահովելու համար։ Մանրամասները իհարկե ներկայացրեց կառավարության ներկայացուցիչը, բայց ես ուզում եմ անդրադառնալ այն թեմային, որ երբ մեր ընդդիմությունը բազմիցս, այսպես ասած, բարձրաձայնում է կառավարության արտաքին պարտքի մասին իր մտահոգությունները, ընդդիմությունը մոռանում է, թե ինչի համար են վերցնում այս գումարները, ինչի համար է վերցնում Հայաստանի Հանրապետությունը։ Այս պահին, քանի որ քննարկում ենք այս հարցը, ուզում եմ, որպեսզի բոլորիս հիշողություններում ֆիքսվեն բոլոր այն դեպքերը, երբ արտաքին պարտքը ավելանում է եւ թե ինչ նպատակի է ծառայելու։ Եվ այստեղ մի բան, պարոն Դանիելյան, ես ձեզ խնդրում եմ, հարգելի ընդդիմադիրներ, երբ խոսում եք միջանձնային խնդիրները, որպես այսպես ասած ինչ-որ պառակտող թեզեր, թե ինչ-որ մեկի հետ վատ է խոսել եւ դա վերաբերմունքի հարց է, որովհետեւ այդ մարդը Լեռնային Ղարաբաղից էր, չի կարելի այսպեսի խոսույթ մտցնել ազգային ժողով, որովհետեւ հայ ժողովուրդը ապրում է միասին, ապրում եւ աշխատում է եւ արարում է եւ այո Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները ինտեգրվում են Հայաստանի Հանրապետությունում, ստանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ օգտվելով բոլոր այն հնարավոր աջակցության ծրագրերից, որոնք կարողանում է պետությունը տրամադրել այս պահին։ Թերևս այսքանը, շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։